Սուրբ Գրիգոր Նարեկացի Մատյան ողբերգության Թարգմանությունը Վազգեն Գևորգյանի Կարդում է Սարգիս Նաջարյանը Եվ արդ, որպեսզի իսպար չկտրեմ հույսը փրկության ու չմատնվեմ դառնալով անձեն այնքան ահարկ ու պատկերների մեջ, վերևում հիշված այն աներևույթ դիմամարտներին, որոնք այլ բան չեն, քան թե ընտանի ինքնածին բուսած անարգ ոսողներ, ընդդեմ բազմամբող ամեհի ու խոլ այդ մարտիկների կցուցադրեմ և աստվածային զորավոր, անպարտ ու ամենահաղթ, սեգ ախոյաններ, թեկուզ պատճառի այդ անմատչելի ու դժվարակուտ ծառերի պտուղ քաղելու կսկից, անկող ճամփեքի չարաչար տաժանք, քանզի չարագույն ձորքերը բոլորն ենք բանսարկուի կչորացնի աչքերից կաթած սակավ մի արդյունք, ինչպես լպրծուն ու բազմոտանի տկար խլրտմամբ գետնասող զեռուն, ու ճիճուներին վրան ծորացած ձեթի մի կաթիլ կամ սատակչական թույնի չնչին շիտ և հոգուց ելած դառնահետ սրտի մի թույլ հառաչանք արևատոչոր խորշակի նման կարող է հալել սառույցը դժնի։ Ճիճուների պես որքան լինում են սրանք հեշտածին, դիմադրությամբ նույնքան լինում են նաև դյուրամեռ։ Այսպես չպիտի դադարեմ երբեք կսկծեցուցիչ խոսքով դատելուց դատապարտյալիս և քարկոծելուց անձս հանցապարտ իբրև չարագործ անհամոզելի փրկությունից զուրկ, քանզի թեպետ և ինձ նեղողների մի փոքր մասին ոչնչացնում եմ, բայց մյուսներին նոր ուժ եմ տալիս, որ կենդանանան, անդարձ կորստյան մատնելով հոգիս, տունկս դառնության, որ ծաղկեցրի անառակ վարքիս գարշությունը լոկ և բարունակս ապականաբեր ու մահուղկուզյան, որ իմ կորստյան գինին երկնեցի զավակս Քանանի ոչ թե Հուդայի, մեծն Դանիելի խոսքի համաձայն որդիս Գեհենի ոչ արքայության, ժառանգս դժոխքի և ոչ թե անանց փառքի անցկալի, նյութս տանջանքի ոչ թե հանգստյան, երախտուրացս երախտավորիդ, ապաշնորս բազմապարգևիդ, մեղանչականս ներողիդ հանդեպ, դառնացուցիչս քաղցրության մեծիդ, ծառաս չար ու վատ ըստ տերունական հանդիմանության, իմաստուն չարիք գործելու համար, ինչպես Եսային մարգարեացավ, ժիրս զազրելի ժանտագործության, փութկոտս տիրոջ բարկացնելու մեջ, մշտաշարժս պիղծ սատանայական գյուտարարության։ Հանապազորդյան վիշտս արարչին, տկարս բարի, վեհ թռիչքների, ծույլ երանական վիճակ ընտրելու, հեղք խոստացածին հասնելու համար, երկչոտ կարևոր պիտանի գործեր կատարելու մեջ, ծառաս տիրադրուժ, երախտամոռաց։ Վայ մեղավորիս, որ բարկացրի ինձ ստեղծողին, կորստյան որդուս, որ անմահության ձիրը մոռացա, վայ պարտապանիս անհամար ու բույր այն քանքարների, որոնք հատուցել չկարողացա, վայ բեռնակրիս դժնի մեղքերի, զյան կարող եմ հանգստարարի մոտ վերադառնալ, վայ հանցապարտիս տիրոջ նկատմամբ, որ հնար չունեմ այլևս հզորին ներկայանալու, եղեգնախռիվ դյուրավառ նյութիս, որ գեհենի մեջ պիտի տոչորվեմ, վայ, որ մտքիս մեջ շողում են անդուլ Աստծո բարկության նետերն հրեղեն, վայ հիմարիս, որ չմտարեցի հանդեսն այն, որտեղ ծածկությունները հրապարակավ պիտի տարփողվեն, վայ ամբարշտիս, որ միշտ անդադրում չարությունների ոստայն հյուսեցի, վայ ինձ, որ մարմինն իմ պարարեցի անմահ որդերին իբրև կերակուր, ինչպես թունավոր այս կտտողներին տոկամ դիմանամ, վայ ինձ, երբ մահվան բաժակը ըմպեմ, ինչպես կրեմ այդ տուժն հավերժական, վայ, երբ եղկելի մարմնիցս ելնի անարժան հոգիս, ինչպես ճշմարիտ դատավորին ես պիտի երևամ, վայ, երբ սպառվի յուղը լապտերիս, զի եթե մարեց չի վառվի այլևս, վայ ինձ բռնելիք այն խուճապահար ու տագնապալի ահ ու սարսափին, երբ առագաստի մուտքը կփակվի, վայ, երբ երկնավոր արքայի վճռով կնքված ահարկու սահմռկեցուցիչ այս խոսքը լսեմ, քեզ չեմ ճանաչում։